Ժամանակն անցնում է, իսկ օնլայն զեղծարարության զոհ դարձած քաղաքացիների փողերը ոչ ոք չի վերադարձնում։ Մեկը Hello-Bit-ի, մի ուրիշը ֆրանսիական ինչ-որ բանկի, երրորդն էլ մեկ այլ արտասահմանյան կազմակերպության ծուղակն է ընկել։ Տուժել ենք Hello-Bit հարթակից։ Այս կնոջ ընտանիքի անդամներից մեկը $1000 ներդրում է արել Hello-Bit-ում, կանխիկացրել 2 անգամ ավել գումար, բայց երբ ինքն ու մյուս 4 հարազատներն են $1000 ներդրում արել, փողն անհետացել է։ Մեզ այնց մեկն է հասցրել կանխիկացնել, երբ ինքը կանխիկացրեց, տեսանք, որ ամեն ինչ ռեալ է, ոնց որ կարողանում ենք օգտվել, հա։ Եվ հետո մնացած 5-ս ոնց որ ներդրեցինք յուրաքանչյուր $1000։ Հիմա այս կինը քննչականից է պահանջում ինչ-որ մեկի յուրացրած $5000։ Հանրային վերահսկողություն կազմակերպության նախագահ Մհեր Կարագոզյանն ասում է, որ կոմիտեից խոստացել են հետ կբերեն փողերը, բայց երբ հարցնում են օնլայն զեղծարարությունից տուժածները։ Մեղադրում են քննչականներին, ԱԱՑ-ին, որ ինձ 2 տարի, մի տարի, ԱԱՑ-ն տարաբերեց, մի տարի քննչական տարաբերին, հետո զանգեցին մենք ձեր հարցերով զբաղվում ենք, մենք հետաքրքրվում ենք ու վերջ 5 տարի հետաքրքրվում են։ Ակցիայի մասնակիցների կարծիքով համակարգային թերացումների պատճառով են քաղաքացիները դարձել կեղծ ներդրումային եւ ֆինանսական խարդախությունների զոհ։ Անօրինական հարթակները ամիսներ շարունակ հասանելի են եղել Հայաստանում, չեն արգելափակվել։ Թող փակեին այդ զեղծարար հարթակները, թող անօրինական գործունեությունը կանխարգել էին Հայաստանում, թող պաշտպանեին քաղաքացուն։ Վերջին 3 օրում օնլայն հանցագործությունների մասին 200 նոր հաղորդում է ներկայացրել Մհեր Կարագոզյանը քննչական կոմիտե։ Վերջի անգամ 100-ից ավել հանցագործությունների մասին հաղորդում էինք տվել, դա եղել է 2 օր առաջ։ 2 օրվա ընթացքում մենք այսօր փաստորեն 18 հանցագործությունների մասին հաղորդում նորից մուտք արեցինք, մենք էլի ենք հիմա հանցագործությունների մասին հաղորդում մուտք անելու։ Իրավապահներից դժգոհ այս քաղաքացիները իրենց փողերը հետ ստանալու հույսով արդեն 4-րդ անգամ են փողոց դուրս գալիս։ Պաշտոնյաների շուրթերից միայն լսում են «Սպասեք, աշխատանքներ են տարվում», ստանդարտ արտահայտությունները, իսկ այդ ընթացքում նոր զեղծարարություններ են լինում։ Օտարերկրյա կազմակերպությունների կողմից տեղի ունեցել հարձակում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա, ինչի արդյունքում քաղաքացիները կորցրել են նյութական եւ ֆինանսական հսկայական միջոցներ, եւ որը որոշ քաղաքացիների համար պատճառ է դարձել, որ Հայաստանի Հանրապետությունը ուղղակի լքեն։ Բողոքի ակցիայի մասնակիցները նստացույց են սկսում։ Շաբաթը 5 օր աշխատանքային ժամերին կնստեն քննչական կոմիտեի աստիճաններին, այնքան ժամանակ մինչև վերադարձնեն իրենց կորցրած փողերը։ Կամ էլ քննչականն ասի կոնկրետ երբ են հետ ստանալու վիրտուալ տարածքում անհետացած իրենց իրական գումարները։ Հայկ Ավանեսյան, Առաքել Օհանյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։